Շարունակում եմ մեր այսօրվա առավոտ լուսով վիկենդը, սիրելիներս ու մենք նորից անդրադառնալու ենք երկու աստղ նախագծի, որովհետև չեն կարող չանդրադառնալ, շատ են կարոտեախր այս նախագծին, հետևաբար մենք հիմա նույնպես ունենք հրաշալի առիթ խոսելու ավելի մանրամասն նախկինում արդեն մասնակիցների, իսկ այս պահին այս նոր նախագծի երկու աստղ նախագծի հաղորդավար Արամեն Պետրի եւ ժյուրի անդամ Լուիզա Ներսիսյանի հետ բարև ձեզ։ Բարի լույս, ոնց եք։ Շատ ուրախ ենք ձեզ մտավորում տեսնել, մենք հրաշալի, դուք ոնց եք։ Լավ ենք։ Կարոտել եք երկու աստղը։ Շատ իրականում ես այդ նախագծի հետ լավ հուշեր ունեմ ու բնականաբար սպասում ենք մի օր կլինի, թե չէ, փաստորեն եղավ, վերադարձավ։ Փորձելու ենք այս խոսակցության ընթացքում միքսել հիշողություններ, ձեր նախկին փորձառությունները եւ ահա այսօր արդեն այժմ ինչ գործառույթ եք իրականացնում նախագծում, ինչ փոփոխություններ եք նկատում եւ այլն։ Լուիզա, ձեր հիշողություններն ինչպիսին են։ Դե ճիշտ ասած այդ 17 տարին շատ աննկատ են անցել։ 17։ Այո, 17 տարի։ Չէ, ինձ մոտ նկատված են անցել շատ։ Չէ, այն առումով, որ երբ որ հասկացա, որ երկու աստղի ինչ որ հաղորդում է նկարվում, ինձ մոտ գիտեք ինչ էր, մի տեսակ sense զգացողությամբ չեմ կարողանում մի հատ ուրիշ դերակատարում վերցնել։ Ես ուզում եմ այդ ակտիվ մասնակցություն ունենալ ու էմոցիոնալ հենց այդ ապրումները ունենում եմ։ Նույնիսկ ինձ բռնացրեցի այս հաղորդման ժամանակ, առաջին հաղորդումը իդեպ նկարահանել ենք արդեն։ Այդ ընթացքում ես չէի կարողանում այնպես ինչ որ դիրքից գնահատականներ տալ։ Հա, ես փորձում էի ավելի մտնել յուրաքանչյուրի դրության մեջ եւ գիտեի ինչքան տաժանակիր աշխատանքի միջով են անցնում, ինչ փորձեր են անում ու ուզում էի որ այդ էմոցիաները ես էլ իրենց հետ կիսեի։ Բայց պարզվում է որ պետք է մի քիչ ավելի տենց լուրջ ու տենց կշռադատված ժյուրի լինենք։ Կփորձեմ երկրորդ հաղորդմանը այդ ապահովել։ Բայց գնահատելը ահա որ դժվար է։ Մանավանդ որ գիտես որ յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ են, իրենց գործում կայացած են։ Այդ մարդկանց որ մի տեսակ գնահատական ես տալիս, անդադ ինձ թվում է մեկը կասի, բայց դու ինչ ես հասկանում, որ հիմա եկել ես ինձ գնահատում ես։ Բայց ես որոշել եմ, որ պետք է սրան վերաբերվել մի հետաքրքիր շոու ծրագիր, որը պետք է յուրաքանչյուրը իր դերում, իր ֆունկցիայով ապահովի ու կարողանա, այո, այդ շոուն ապահովել։ Մենք մեր դերով իհարկե ընդհանրապես նկատի չունենալով, որ իրենք ոչ պրոֆեսիոնալ են կամ ինչ-որ ձևով վատ են համեմատության մեջ, այսինքն եթերի ժամանակ, եթե որևէ մեկը ինչ-որ ձևով թերանում է, ես որպես հանդիսատես ուզում եմ անաչառ լինել ու հասկանալ, որ թեկուզ անկախ նրանից նա ընկեր է թե ոչ, պետք է տեսնեմ, որ նա իդեալական կատարեց իր աշխատանքը։ Այո, եւ տարիներ առաջ, 17 տարի ավելի կոնկրետ տարի առաջ, դուք եւս կայացած արտիստներ եք, երբ մասնակցում եք երկու աստղին, բայց միևնույն է այդ նախագծից հետո ձեր կյանքում էլ ամեն մեկի մոտ ինչ-որ փոփոխություններ եղան, որովհետեւ այս նախագիծը ինչ-որ շատ հետաքրքիր յուրահատուկ հատկություն ունի եւ պարոն Քեշիշյանն էր քիչ առաջ մեր տաղավարում նշեց, որ կարծես թե Արամեն Պետրիի կարիերան, երգչի կարիերան երկու աստղից հետո բացվեց։ Արդյոք դա այդպես էր, Արամ, ինչպես ես հիշում դու այդ փուլը։ Երկու աստղը իրականում բավականին մեծ անդրադարձ ունեցել իմ երաժշտական կարիերայի վրա։ Նախ եւ առաջ մարդիկ սկսեցին ինձ ճանաչել որպես Արամեն Պետրի։ Հրանտ Թոխացյանի թեթև ձեռքով, բնականաբար արդեն 32 ատոմում ինձ ասում էին Արամեն Պետրի, բայց շատ քչերը գիտեին, իսկ պարոն Թոխացյանը ամեն շաբաթ եթերում, անժանակ ուղիղ եթերում, ասում էր MP3 Արամը, ես հա պայքարում ասում էի պարոն Թոխացյան կլինի Արամեն Պետրին, գոնե անունը սկզբից նորմալը, բայց չէինք արդեն իր մոտեր էր նստել որ MP3 Արամը ու այսինքն շատ շատերը ինձ ճանաչեցին, որովհետև 32 ատամը ամեն դեպքում երիտասարդական հաղորդում էր, իսկ երկու աստղը արդեն ոնց որ տարիքային ցենզը բավականին լայնանում էր, փոքրից մինչև մեծ, ու արդեն մեծ տարիքով մարդիկ ասում են այս տղան այդ MP3-ին։ Երկում այլ լսել եք այդ տղային, բան ու բնականաբար ինքը շատ մեծ դեր ա ունեցել իմ երաժշտական կարիերայում, շատ։ Իսկ այսօր այդ ժամանակ վստահ եմ, որ դեռ հուշերում կմնան այդ հուզմունքը, որ պետք է բեմ դուրս գալ, փորձեր Հիմա մասնակիցներին բեմ ուղեկցելը կամ հաջողություն մաղթելը երբևէ այդ փոփոխությունը ինչ զգացողություններ են ամենայն դեպս ձեր մոտ։ Ես մտածել եմ երբևէ որ դու երկու աստղում կլինես հաղորդավար։ Չէ, բնականաբար, ընդհանրապես չէ։ Բայց ուզում եի ասել հա։ Չէ, ես ժամանակ գիտեմ ես հիշում եմ, որ իմ հիշողությունը կամաց վերականգնվում է այս նկարանների ընթացքում, բաներ կա, որ մոռացել եմ, ես մոռացել եմ ինչ համարներ ենք մենք արել ու արխիվներից ինչ որ բաներ են ցույց տալիս, ասում եմ, չեմ հավատում, որ ես երգ երգել եմ, այս ինչ եմ ես արկել, եւ այլն, ես հիշում եմ նույնիսկ ժողովների ժամանակ սկզբում քննարկում էր, որ ես պետք է լինեմ դուետով Սպիտակցի Հայկոյի հետ։
բայց հետո այդպես բան եմ հիշում, հետո դարձավ պրոտետ ու հետո տես ճակատագրական եղավ, որովհետև մենք երկուսս պատրաստ ենք ամբողջությամբ տես էքսպերիմենտների ու մեզ ոչ մի բան չէր կանգնացնում, մեր երկուսս ինչ որ ապացուցելու բաներ ունեինք, մենք մեզ համար որ այսինքն պրոտը սիրում էր հագնվել այն ինչ որ ինքը ուզում էր, ես ուզում էի երգել այն ինչ որ ես ուզում եմ ու դա ոնց որ այն հարթակն էր, որ ստեղծել էր մեր համար, որ մենք ցույց տանք այդ ամեն ինչը ու բնականաբար լարվածությունը, մեզ մոտ լարվածությունը այն աստիճան էր, ոնց որ քննության գանք ամեն անգամ եւ այն ժամանակ չկար սուֆլոր, այն ժամանակ չկար LED էկրան, այն ժամանակ կային ուղղակի հեռուստացույցներ, որոնք կպցնում էին իրար եւ ստանում էին ընդհանուր, ես տենց եմ հիշում, որ տարբեր հեռուստացույցներ են կպնում էին իրար, ու ստացվում էր մեկ, այսինքն մոզաիկ ինչ որ էկրան ու եւ շատ հաճախ նույնիսկ ես էլ բառեր հիշելուց ահավոր դժվար է, այսինքն ես գիտեմ, որ պետք է երգ սովորեմ, շատ դժվար է սովորում այն ժամանակ, տարբեր դեկորացիաների վրա ես փոքրիկ տառերով գրում էի երգի բառերը ու կար որտեղ ես մանգաղով էի դուրս գալիս, բայց մանգաղի հետևի կողմում գրված էր երգի բառերը, այսպես բաներ են կար։ Վաու, Լուիզա, ձեր մոտ ինչպիսին են հիշողությունները այդ առումով եւ ինչ տվեց երկու աստղը։ Ինձ տվեց ուղղակի շատ ջերմ էմոցիաներ, իհարկե նաև այդ ժողովրդի սերը, որովհետև այդ երբ որ դրան վերաբերում ես ինքնահեգնանքով, այսինքն դու յուրաքանչյուր համարին պատրաստելուց ոչ թե մտածում ես, որ դու ինչ որ ձևով արտիստ ես կամ բան, այլ մտածում ես, որ խաղ է։ Սա խաղի միջոցով կարելի է երգել, որովհետև ես վոկալային տվյալներով այնպես չեմ փայլում, ինձ պետք էր ապահովել այն հետաքրքիր անտուրաժը, որտեղ ես կկարողանամ դերասանական վարպետությամբ կոծկել այն ձայնային տվյալներից բանը։ Իսկ Ռազմիկ Ամյանը դե հրաշալի ձայնով ես շատ վստահ թիկունք ունեի իդեպ Ռազմիկ Ամյանի։ Խոսենք, որ ինչքան կարևոր է զույգերի դեպքում այդ զուգընկերությունը, միմյանց զգալը եւ հասկանալը, որովհետեւ եթերից դուրս էլ երբ որ պարոն Քեշյանի հետ խոսում էինք, ասաց, որ ինչ-որ մի շատ հետաքրքիր դեպք չեմ ուզում փակակ ձեր ուղակի բացել, բայց որ զուգընկերը ինչքանով կարողացավ մի քիչ անփորձ երկարվեստի արտիստին օգնել ու գեղեցիկ այսպես անցում կատարել եւ այդտեղ դուետը որպես այդպեսին երևաց եւ շահեց եւ ոչ թե թերությունը, որ ուներ մյուս արտիստը։ Եվ ես հենց այսօրվա արտիստներին, ովքեր ելույթ են ունենում, խորհուրդ կտայի մի բան, որ հետագայում ես քանի որ դրա միջով անցել եմ ու հիմա հետադարձ հայաց կարող եմ նետել։ Ես պարզապես վերաբերվեմ դրան իբրև խաղ եւ կարողանան ամեն մեկը իր տեղում կարողանա ճիշտ ենթադրենք երգիչը, որը պրոֆեսիոնալ է, ինքը ոչ թե մտածի ճիշտ երևալու մասին, այլ մտածի, որ դուետի մեջ ինքը ճիշտ իր տեղում լինի, որ պահին որ պետքա հետ քաշվի, որ պահին որ պետքա իր ձայնով կարողանալ կոծկել այն թերությունները, որոնք կլինեն չերգիչի մոտ։ Իսկ այս հիշողությունների մեջ կարող ենք որոշակի կերպով փորձել համեմատել, թե ինչպիսին են ի տարբերություն ձեր ժամանակվա եւ ձեր դուետների հիմիկվա երկու աստղերի դուետները։ Եթե համեմատենք այն ժամանակները հիմիկվա ժամանակները, անձրաբնականաբար 17 տարի տեխնիկական մեծ զարգացում ա եղել այս 17 տարվա ընթացքում, ինֆորմացիայի, այսինքն պակաս մենք չունենք, էլի տարբերություն այն ժամանակների, մենք փորձում ենք ինչ-որ շատ տարբեր տեղից ինչ-որ ինֆորմացիաներ քերել, հիմա այդ ինֆորմացիայի պակասը չկա, բնականաբար ես Լուիզայի ասածին կավելացնեմ, այո, այն ժամանակ ու ընդհանրապես ֆիլմարտադրության մեջ, հեռուստասերիալների մեջ, եթե նայենք, մարդկության մեջ, այո, այդպես էմոցիոնալ այդ փոխհարաբերությունների ինչ-որ պակաս է նկատում, այդ արհեստականությունը իհարկե բերում է որոշակի այդպես ինչ-որ սառացման մարդկային փոխհարաբերություններ։ Կա այդպես բան, բայց ոչ մեր տաղավարում բայց բնականաբար մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև այդ ժամանակաշրջանը, որ մարդիկ ուղղակի սենց են շփվում իրար հետ, այսինքն ռիլերի արանքում մենք իրար հետ շփվում ենք տենց։ Չէ, բայց դե դաժան է ամեն դեպքում։ Դե բայց դա իրականությունն է, պետք է ընդունել նույնպես ոնց որ կա։ Ընդհանրապես միջոցն է փոխվել, բայց շփումը այնուամենայնիվ պահպանվում է։ Մեր երկու աստղի ժամանակ բոլորը իրար գիտեին, դեռ շատ վաղուց անցել էին շատ երկար ճանապարհ իրար հետ, այս մի երկու աստղում շատ ոնց է, չէ, զգացել է, չէ, նոր են ծանոթանում։ Մրցակցությունը առաջին եթերից չես կարող զգալ, որովհետև դեռ, այսինքն ինքը փառատոնային է, առաջին ժամանակ ոչ մեկ դուրս չի գալիս, բայց ես վստահ եմ երկրորդ եթերից հետո արդեն կսկսվի մրցակցությունը, հենց առաջին զույգը դուրս մնաց, դրանից հետո պայքարը սկսել է եթերներ, ես հիշում եմ մեր ժամանակով ինչ էինք անում մենք
մենք ամեն ինչի պատրաստ էինք, որպեսզի մենք հասնեինք եզրափակիչ։ Դա կամա թե ակամա դու մտնում ես այդ մրցաշավի մեջ ու չես կարողանում կանգնել, այդ ազարտը քեզ տանում, բայց դրա մեջ էլ հենց կա հենց այն որակը, որը մենք ստանում ենք, այսինքն ամեն եթերի ընթացքում, որտեղ ուզում ես կատարելագործվել, անել մի բան, այդ ձողը, որին դու ոնց որ դրել ես, այդ նշաձողից ավելի բարձր ինչ-որ մի բան, սա ռեկորդ սահմանել, այդ առումով երևի թե նույնն է ամեն ինչ, բայց տեխնոլոգիապես շատ բան է փոխվել, այսինքն մեր ժամանակ ծուխը մենակ մենք գիտենք, որ գետնին է լինում ու վերջած։ Հիմա այս բաները տեղի ունենում, որ մենք այս ժամանակ Կամի այսքան խոսել ենք հուշերից, հետաքրքիր է նաև ինչ-որ մի զավեշտալի դեպք, որ չեք մոռանում ու այսպես տպավորված է։ Շատ կա։ Դե օրինակ Ռազմիկ Ամյանին այդ նոր տարվա ծրագրի ժամանակ ես խնդրում էի, աղաչում էի, որպեսզի կոտոշներ հագնի, ուզում էի ինքը եղնիկ լինի, ես էլ տենց որոշել էինք տենց հավես համար անեի։ Չէր համաձայնվում։ Միջև վերջի վարքյան աղաչել եմ, ինչ ասես չեմ մտածել, որ իրան համոզելու ինչ որ ձևեր էի գտնում։ Մի խոսքով, բայց հենց վերջի պահին համաձայնեց։ Ես շատ ծիծաղալու պատմություն է եղել, նախ մեր շոյերից սկսած մենք շատ տարբեր շոյեր ենք հագել ու տենց տարբեր պատմություն կա, բայց մի հատ շատ հետաքրքիր պատմություն եղավ, երբ որ մայստրո Երվանդ Երզնկյանի նվագախումբն էր նստած ներքևում ու նրանք հագված էին սև, եթե չեմ սխալվում շորեր ու ինչ որ ոսկեգույն ժիլետներով ու մենք ես ու Շպրոտը պետք է երգենք Շուրիկի եւ Նինայի երգը եւ վերջում ինչպես ֆիլմում այսինքն կոնֆլիկտային իրավիճակ էր մենք ավելի գրոտեսկի էինք բերել այսինքն ես աղջիկն էի Շպրոտը տղանը տենց էինք մենք կերպարներով ու ինքը ձեռք էր տալիս իմ կրծքերին ու սկսում էր լուրջ ինչ որ կռիվ այսինքն նա հարվածում է ինձ ես աթոռը պատրաստած արդեն հարվածում եմ Շպրոտի մեջքին աթոռը ջարդվում ու այդ ամենը ուղիղ եթերում ու այդ ամենը իսկ նվագախմբի Շպրոտը նվագախմբից վերցնում է երաժիշտներից մեկին, որ արդեն նախապես պատրաստած, այսինքն ինքը այդպես մեկին մեկ պատրաստած տեխնիկ է, ճուճել է այսպես ասած։ Ու վերցնում է երաժիշտին ու շպրտում է ինձ վրա ու մարդիկ են սենց ու հետո նկարումը վերջացած է մենք դնում ենք մեքենայի, այսինքն բագաժնիկի մեջ, ես ու ընկերս երեկոյան արդեն նկարումից իջնում ենք տուն, գալիս ենք Քոչար փողոցից, հասնում ենք բարեկամություն, հետևից տաքսիստ գիշերվա ժամը 2-ին խարվածում է մեզ, մենք կանգնում ենք բագաժնիկի դուռը բացում է, ընկերս ու ես գժված դուրս են գալիս մեքենայից տեսնենք ով է ու այդ ճճլի ձեռս մեծ մարդ անգա բագաժնիկի մեջ ես գալիս եմ միջև դասավորում եմ այդ մարդու մեջ այդ տաքսիստը ախպեր ի՞նչ է ես մեղավոր չեմ ասում չէ նորմալ է մենք մեզ մի հոգի երբեք տանում ենք Արամ իսկ իմպրովիզացիաների մասով ինչ կասեք։ Օրինակ նախկինում իմպրովիզացիաներ շատ էին լինում, երբ որ դուք մասնակից էիք որպես։ Մենք կարևորը որ ներգրավում էինք նաև եւ ժյուրիի անդամներին մեր համարների մեջ եւ իհարկե հաղորդավարին։ Այդպիսի պահեր էր լինում։ Ես վստահ եմ նույն բաները ստեղել են լինելու միանշանակ։ Եթե լինի հրաշալի կլինի, այսինքն մեզ էլ ներգրավվածություն տանել այդ ամենի մեջ։ Ես հիշում եմ հանդիսատես գալիս էին արդեն երկրպագուներ, կայացած ձևավորված զույգերի լուրջ ֆանատներ էին գալիս, մեծ պլակատներով, բղավում էին վերջում ծաղիկներ էին նվիրում, այսինքն այսպես բաներ հասնում արդեն։ Դե առաջիննա հեսա կամած ես վստահ եմ արդեն այնպես որ զույգերը ձևավորվեն, դրան շուրջ արդեն հավաքվել է մեծ բանակ։ Իմպրովիզներ դե չէր կարող չլինել, ու ես վստահ եմ չեն կարող չլինել ապագայում լավ իմպրովիզներ, որտեղ մեկը միտեղ մի բառա մոռանում, մյուսը մի բան ուզում է օգնի, սենց եւ այն, տենց որ իր մեջ կա տենց ինչ որ փորձություններով լի հաղորդում է։ Իսկ որպես արդեն ժյուրի անդամ իմպրովիզացիաներին կարևորություն կտա Լուիզան, թե ոչ։ Կտամ կարևորություն, պարզապես այն ժամանակ ինքը ուղիղ եթեր էր, այս դեպքում մի տեսակ այդ նկարահանումը մի փոքր սահմանափակում է։ Ինձ թվում է այդքան տենց չսպասենք իմպրովիզների, ավելի շատ սպասենք հետաքրքիր մտածելակերպի, լավ այսպես ասեմ։ Նախորոք նախապատրաստած իմպրովիզների։ Ահա, Լուիզան խոսեց տարբերության մասին որպես մասնակից, հիմա որպես ժյուրի անդամ, քեզ համար ինչն է ավելի դժվար հիմա որպես հաղորդավար այս մեգա նախագիծը վարելը, թե այն ժամանակ ելույթ ունենալը եւ տարբերությունն է ինչ։ Չէ, բնականաբար մասնակցելը ավելի հաճելի էր, բայց ավելի դժվար էր, քան
հաղորդավար լինել։ Բնական հաղորդավարության մեջ էլ կա որոշակի դժվարություն, որտեղ ինչ որ մասով դու իմպրովիզացիաների վրա ես բացի գրված տեքստից, որովհետև չգիտես ինչ է լինելու, ինչ են պատասխանելու, բայց այն տաժանակիր աշխատանքը, որը տարվում էր այն ժամանակ փորձերի, երգերի ստեղծման, այն թիմը ստեղծագործական, որը աշխատում էր ինձ հետ իմ ընկերների գլխավորությամբ, սենց կանենք, բնականաբար դա ավելի բարդ է։ Բայց ասեմ, որ զույգերը շատ հրաշալի են ընտրված, այսինքն այնց որ նայում ես, ասում ես, այ հենց սենց կուզեի որ լինեն այս դեպքում։ Եթե հիմա լիներ հնարավորություն, համարենք, որ մասնակցում եք, ում զուգընկեր կընտրեիր։ Լավ ձայնով մեկին, այն որ սենց վստահ լինեի։ Այսինքն ինքը գնար երկեր, ես իմ համար հեմվեյթ է։ Չէ, որ ես վստահ կարողանա ինչ-որ կտորներ բեմադրել, որը սենց հավես կլիներ, էլի։ Իսկ ավելի կոնկրետ անուն, Արամ։ Անուն։ Եթե ունենայիք հնարավորություն մասնակցելու եւ ընտրելու զույգ։ Չէ երկիչ։ Այո։ Ես չէ երկիչ պետք է։ Այո, այս դեպքում միանշանակ։ Ասա ինձ էլի Արամ ասա։ Կարող եմ եկել։ Բայց ոնց ես չգիտեմ, դու ուզում ես ինձ հետ։ Հա, շատ եմ ուզում։ Իրար հետ։ Ինչ անհամբարձ տվեցինք, չգիտեմ, եղեք, ես բայնս դժվար հարց եք տալիս, չեմ կարող ասել անկեղծ։ Չեմ կարող։ Լույս կներես, բայց ինձ էլ կարող ես նկատի ունենալ։ Հա, ճիշտ է։ Լավ, ես Անի հետ։ Լավ, Արիանի հետ ռուբ դու լավ ես երկու։ Ես էլ եմ բեմադրող։ Ես էլ եմ հրաշալի քայլում, ես կողմեկում։ Իհարկե կատակը մի կողմ, բայց իրականում մենք էլ էինք շատ սպասել այս նախագծին ու վստահ եմ մեր հետ միասին հազարավոր մարդիկ, որովհետև իրոք որ դա մի պատմություն էր նախկինում ու քաղցր հուշեր մեզ մոտ այսպես թողած ու հիմա էլ արդեն արտնացած, հուսանք որ մեր նոր երկու աստեղ նոր նախագիծ այս նոր ձևաչափով էլ ավելի մեծ այսպես արձագանքի շուրջ կունենա, որովհետև ինչպես նաև պարոն Քեշյանի ու Անուշկի հետ էինք զրուցում, սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ընտանիքով մի նախագիծ կամ ընկերներով հարազատ ինչ-որ մարդկանցով մի նախագիծ հետևել, երկրպագել, քննարկել, ամենակարևորը ես Արամի զույգին եմ, չգիտեմ, երկրպագում ես Լուիզայի, ինչ-որ քննարկում լինի, շփվել, բացի սրանից ինչ-որ մի բան լինի, ստանես։ Սենց կվերկեր։ Հա, եւ ես կխնդրեմ հերոստատողին շատ խիստ չդատեն ժյուրիին, էլի։ Վայ լավ, Լուիզա ջան, Եվ ձեզ են խիստ դատելու, եւ Արամին են խիստ դատելու, եւ մասնակիցներին։ Չեմ ուզում, որ ես տակը կոմենտները կարդամ եմ, որ ինչ ես անում, բան այսպես բաներ չեմ ուզում։ Լավ, եկեք որպես արդեն այս դեպքում հաղորդավար եւ ժյուրիի անդամ երեքական խորհուրդ տակ մասնակիցներին, արդեն որպես փորձառու, երկու աստղի ճանապարհը վաղուց անցած սերտած, 3 խորհուրդ, որ կտակ մասնակիցներին այս եթերաշրջանում։ Ես կառաջարկել լինել անկաշկանդ, չնայած կարծում եմ անկաշկանդ է, եթե ընտրել եք այդ մասնագիտությունը, փորձեք բաներ, որոնք երբեք չէր փորձել, այսինքն դուրս եկեք ձեր ցենզի սահմաններից, որոնք ձեր համար հաստատել եք ընդհանուր ձեր աշխատանքի բերում, այսինքն դրա մեջ է կանում ողջ շոուի իմաստը, հագեք շորեր, որոնք երբեք չեք հագնի, երգեք երգեր, որոնք երբեք չեք երգի, տվեք պատասխաններ, որոնք երբեք չեք տա սովորական հարցազրույցների ժամանակ, ինչը վերաբերում է նաև ժյուրիի անդամներին, այսինքն իրականում այս շոուի ողջ իմաստը այն շոկային խոսակցություններն է, ելույթներն է, որոնք որ մարդկանց բերում են wow էֆեկտի, այսինքն ողջ իմաստը դրանում է։ Ես հիշում եմ մեր հաղորդման ժամանակ եղել նման ինչ-որ խոսակցություններ իմ եւ ժյուրիի միջեւ, որոնք հետո դարձել էին, այսինքն քննարկվող ինչ-որ քննարկելու։ Այն ժամանակ չկար կոմենտներ չէին գրում, բայց ինչ-որ տաքսի վարորդը ինձ ասում էին, բայց էլի լավ ասիր դու։ Սենց բաները բնական շոու էլեմենտներ են ու պետքա դրան վերաբերել որպես շոու, այսինքն ոչ թե մտցնել անձնական դաշտ։ Այդ դեպքում շոուն կլինի հաջողակ, այդ դեպքում բոլորը կլինեն սիրված եւ շոուն կլինի պահանջված բնականաբար։ Լուիզա, ձեր երրորդ խորհուրդները։ Ես խորհուրդ կտամ պարզապես չզրկեն իրենց սխալվելու հնարավորություններ, որովհետև տարիների ընթացքում դու մի տեսակ սկսում ես ավելի ճիշտ եւ ձգտել դեպի պերֆեկցիոնիզմը, բայց ավելի ճիշտ է, երբ որ դու այդ էմոցիաները, այդ սխալվելու հատկությունը չկորցնի մարդը, այդ ժամանակ ինձ թվում է ավելի կսիրվեն իրենք։ Բնական եղեք։ Լինել բնական ու չկորցնել իրենց եսը։ Հաշվի առնելով որ այսօր վիկենդ է, մենք ձեզ զողակի չենք կարող բաց թողնել, մենք միասին խաղեր ունենք խաղալ։ Վաու։ Թարմացնենք հիշողությունը։ Okay։ Ձեր մեր եւ հերոստատիտողի։ Ձևաչափից հեռու չենք գնալու, թեմայից էլ ընդհանրապես չենք շեղվելու, երկու աստղ նախագիծ է մեր ուշադրության կենտրոնում, հետեւաբար մենք ինչ որ հարցեր կտանք, մենք ինչ որ երաժշտական կտորներ կլսենք, դուք պետք է փորձեք հիշեք, գուշակեք, կռահեք, թե ինչի մասին կամ ում մասին, որ զույգի մասին Փորձեք հիշել։
Okay։ Հուսով ենք, որ սա նաև ոչ միայն մեր հիշողությունը վերականգնելու ձեզ մոտ հաճելի հուշեր կդասնի։ Պատրաստ եք։ Այո։ Մենք էլ ենք պատրաստ։ Դե ուրեմն այսպես, ով է երկու աստղի բեմում սափրել գլուխը։ Դե հիշեք է։ Դες այնպեսի բան է, որ չի կարելի մոռանալ։ Իսկ որ երկու աստղներ դա։ Երրորդն էր կարծեմ։ Հուշեմ, որ աղջիկ է Երրորդը կամ եղել։ չորրորդը։ Աղջիկ։ Աղջիկ է եղել։ Ես չեմ հիշում տես բան։ Մեզնից հետոյի երկու աստղներ։ Աղջիկ, որը սափրել գլուխը։ Հենց երկու աստղ Ում եք հիշում այն ժամանակ սափրած գլուխով քաղաքում։ Բայց այդ եմ ուզում հիշեմ, ես չեմ հիշում։ Այդ համարցակին եմ ուզում հիշեմ։ Դե շպրոտը պետք է լիներ, բայց շպրոտը չէր։ Շպրոտը չի։ Գիտեմ, բայց ուրեմն այդ տեսակի համարցակություն։ Ես հանձնում եմ, ես անկեղծ չեմ հիշում։ Ոչ ինչ ամոթ հայ։ Առաջի տառ ասեք, ես կասեմ։ Անվան առաջին տառը հուշենք։ Կ Կ իսկ ազգանունի Դ Շպրոտը։ Չէ, կարող լիներ։ իրոք է։ Դե կայով Կարինը Կարինա պետք է։ Հա, դյով էլ Դանելյան։ Այո։ Դանելյանն է եղել։ Դիտենք, ահա։ Հիշենք։ Ես հիշեցի այս պահը։ Ոչ ես չեմ հիշում ես։ Այս մեր եթերը չի եղել, այսինքն մեր սեզոնը չի ավելի ուշ եղել, է ես չեմ հիշում։ Մեզնից էլ է հետո եղել։ Եթե չես խալում երրորդը։ Երրորդն էր ճիշտ։ Երկու աստղ երրորդ շրջաններ։ Ահա թե ինչեր են եղել ժամանակին երկու աստղի Ես 6 աստղ են եղել, էլ երկու աստղ չէ։ Շատ են։ Անցնենք հաջորդին, հաջորդը կատարում ենք լսելու եւ փորձելու ենք այդ կատարումը լսելու հիշել կամ հասկանալ թե ովքեր Պետք է են։ գուշակեք, այո։ Կողքինը չկա։ Բայց սա ում ձայնն է։ Բայց Էմի ձայնն է նման։ Էմին ու Ֆելոն պետք է լինեն, եթե տենց։ Այո, եթե մի ձայնը ունի եւ ֆելի։ Լեդեկանը նայեք հետևի։ Ուղղակի ստացեցներ են։ Շատ լավ, ասենք մյուս հարցին։ Ով էր երկու աստղի կարմիր ծաղիկը գարունի։ Կարմիր ծաղիկ մակարունի։ Սիրուշոն եւ Աղետ Բարսեղյանը։ Այո, Սա ամենահայտնի ելույթներից է։ Կարմիր ծաղիկ գարունի Կարմիր ծաղիկ մակարոնի Ախտում ինձի Կարմիր ծաղիկ գարունի Կարմիր ծաղիկ մակարոնի Ախտում ինձի Elə նվագախումբը ներքև նստած է։ Շատ լավ, դեռ այսպես շատ լավ գուշակելով։ Այո, մենք էլ ենք հիշում հաջորդը։ Այսպես շատ 17 տարի առաջ։ Դե միշտ ապիր, սպասիր։ Հաջորդը կատարում ենք դարձյալ լսում։ Լսենք։ Գուշակենք ովքեր են։ Ain't no sunshine when she Եվ Հասմիկ Կարապետյան։ Չի կարելի շփոթել։ Այո, միշտ ինչ-որ պատրիշկա էին անում, չէ՞, ակեր միա, չէ՞, այո։ She goes away. wonder if he's gonna get Ուղղակի հեռախոսները, տեսնում ես։ Շատ իմպրովիզացիաներ։ Լավ, մյուսը դուք ասես նորից։ Ում հետ էր հանդես գալիս Աշոտ Ղազարյանը հիշում եք։ Նարայի Նարայի։ երկչուի։ Նարայի ճիշտ է։ Այո։ Ամեն ինչ հիշում եմ։ Ֆանտաստիկ զույգ է։ Հա, շատ լավ է։ Հաջորդը կատարում։ Մեր Արամեն ու հրաչուկը։ Այո։ Այ, շատ Եվս սիրում մեկ ես, շատ հա։ ստացված դուետ։ Իրանք այս տարի հաղթեց ինչքան գիտեմ, չէ՞, չեմպիոններն են, չէ՞։
Ֆինալ դուրս ենք եկել իրենց զույգը Ռազմիկ Ամյանը, ես եւ բանը Գարիկը, հա, ու այդ երեքս էինք սենց իրար հետ գնում, շատ թեժ պայքար էր։ Հա, կոնկրետ Շատ թեժ պայքար է։ սպանում եք իրար, ես հիշում եմ։ Ես հիշում եմ ես ելել։ Բայց ինչքան լավ է դերասանական հատվածը եւս կատարում։ Շատ։ Այստեղ միկրոֆոնս փոկվել էր, ընկել էր գետնին ու քանի որ ուղիղ եթեր էր, ոչինչ չէին կարող անել, այստեղ հեսա փոկվում գնում է։ Ինչեր ես հիշում։ Լավ եք բարում։ Այստեղ հեսա կընկնի, ոյ։ Բայց փաստորեն այստեղ փող լրացնում եք իրար, որովհետև Ռազմիկն էլ դերասանական իր վարպետությամբ է շփայլում։ Շատ ուժեղ վերցրեց, էլի պետք է մի քիչ ավելի։ Վերցրեց, տապեց գետնին, էլի։ Տապալեց գետնին։ Բայց շատ լավ էիք բարում։ Կարող էինք ավելի լավ, փորձերին ավելի լավ էինք։ Փորձերին ավելի լավ էր, բան ավելի լավ էր։ Մենք շուտով նման լավ էի երկու։ նախադասություններ կլսենք դարձյալ այս եթերաշրջանում, փորձային ավելի լավ էր ստացվում։ Բայց իրոք որ շատ քաղցր հուշեր են անում։ Ես շատ բաներ չէի հիշում, հիմա շնորհակալություն գործընկերներին, ովքեր որ հիշեցնում են։ Հաջորդը եւս կատարում Նորից ենք կատարում, լսում։ այո։ Սոնա Շարգերդյան։ Ու Աշոտը Լյուդվիգովիչ։ Ոչ, Մարկը Սարաթելյանը։ Սոնան երկու անգամ է ելույթ ունեցել, մի անգամ Մարկի հետ, մի անգամ Աշոտի հետ, այսինքն։ Աշոտի հետ ես չեմ Լյուդվիգովիչ հաղթեցին իրանք։ Հա, ճիշտ է։ Հաղթեցին։ Շատ։ Ինձ թվում է, ես այսքան ինձ թվում էր, որ ես ոչ մի ինչ-որ եթեր Հիշողություն չես հիշում, բայց բոլորը շատ լավ հիշում ես, չէ՞։ Հիմա դիտում եմ, ասում ոնց, էս ինչ է։ Եղել է էլի քանի եթերաշրջան է եղել։ Առաջինը, երկրորդը մենք ենք, երրորդը։ Երրորդը Աշոտենքեին Լյուդվիգովիչ հաղթեցին, Այո, չորրորդը 4 կամ 5 խոսքով։ Ладно, Սոնանա Շարգերդյաների։ Չէ։ Այս նազոնա։ Նազոնա Սոֆի է, չէ։ Նազոնի ավարտը Սոֆին իրանը։ Այո, այո։ Հա, ճիշտ է, հենա, մենք էլ նստած ենք։ Բայց հետո այսպես էլ անբաժան մնացին Նազանին եւ Սոֆին։ Դες ձևավորվեց ընկերություն, ու այդ ընկերությունը արդեն տասնյակ տարիներ շարունակ, այսպես շարունակում է իր ամուր լինելը։ Եվ վերջին կատարումը լսենք։ Սա մարդ դրամանից Էս Էրիկ ժամանակ։ Կարապետյանը պիտի լինի, եթե չէ, Тебя назвал девушкой своей. Հարաբերս Էրիկի ձայնը չի։ չէ։ Скучаю очень и попросил, приезжай скорей. Быстро собралась ты ко мне дорогу на ближайший рейс. Ты взяла билет, но остановил пограничный Շատ դժվար հատված է իրականում։ Սոսոնա բաղեշվի։ Ոնը երկիչը երկի հասկանամ։ Միլայը։ Ոնը երկիչը երկի։ Կարող է Ամիրյանն է։ Այո, այո։ Որտեղ Ամիրյանի ձայնը, հա, հա։ Արտավազդ Ամիրյան եւ Սիլվա Հակոբյան դուետը։ Իսկ արտոնում հետ էր երկու։ Այ իր Սիլվա Հակոբյան, հա, ճիշտ է։ Շուտով կգա։ Եկա։ Եկավ։ Սա կրկին ձեր եթերաշրջան Չէ, է։ մեզնից հետո երրորդն ասա։ Երրորդ։ Ահա։ Ինչքան քաղցր հուշեր։ Շատ լավ էր։ Բոլորս Շնորհակալ ենք։ մեծացել Լավ էր։ Այո։ շատ։ Բայց գրեթե բոլորը գուշակեցիք։ Հա, Հիշողությունը փաստորեն թարմել մնացել էր։ Այսքան գրեթե չէ, ամբողջությամբ Մենք գուշակեցիք։ առաջի եթերից հետո հաջորդ երկու եթերները ես եւ Շպրոտը եղել ենք օրագրի վարողները, Այո։ չէ՞։ Մենք վարում ենք օրագրեր եւ հարցազրույցներ ենք վեցնում մասնակիցներից, որոնք են որ խնդրում են թողեք պարապենք էլ եւ կրտնած փորձի մեջ գալիս ենք մեծ հին միկրոֆոնը էսենց հիշում ես, էս երկար։ Ու շատ լավ էիք վարում։ Ես կարծում եմ, որ
Ես կարծում եմ, որ սա եւս այսօր մեր հարցազրույցը ու այսօր մեր առավոտ լուսով վիկենդի շրջանակներում նույնպես առիթ էր, որպեսզի վստահ լինենք, թե ինչքան ստացված եւ հաջող երկու աստեղ նոր նախագիծ է մեզ սպասվում, նոր հուշերով, նոր պես դրվագներով, արկածներով, էմոցիաներով ու, չգիտեմ, զգացմունքներով ու հույզերով։ Շատ շնորհակալություն ձեզ։ Շատ պատասխանատու աշխատանք եք ամեն դեպքում հիմա էլ անում, վստահ եմ այդ հույզերը ձեզ մոտ էլ լինելու։ Թե որպես կարողանալու եք այդ լավ հիշողություններն ու ջերմությունը հաղորդել այս նոր եթերաշրջանին։ Դե հաջողություն ենք ձեզ մաղթում։ Շնորհակալություն։ Ես մի բան կուզենամ ուղղակի ավելացնեմ, որ այս նախագիծը երևի թե այն միակ նախագիծներից է հեռուստատեսության մեջ, որ բոլորիս կյանքի ինչ որ մի մասնիկն է կազմում հիշողությունների ամեն դեպքում, որովհետև շատ ընկերներ են, ընկերություններ են ձևավորել այս նախագծից հետո շատ թշնամություններ են առաջացել այս նախագծից հետո բնականաբար, բայց բոլորը ունեն ինչ որ հիշողություններ այս պրոյեկտի հետ կապված եւ այո, այնպես որ հուսամ այս մի եթերաշրջանը նույնպես շատ մարդկանց մոտ լավ դրական հուշեր կթողնի եւ կմնա հիշողությունների մեջ։ Եվ եզակի նախագծերից մեկն է, որ կարող է ընտանիքի բոլոր անդամներին անկախ տարիքից համախմբել։ Այսինքն միասին նստեն եւ ժամանց ունենան։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օրենք մաղթում, իսկ մենք շարժվում ենք առաջ։